ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա 36-72 ժամվա ընթացքում իրանական նավահանգիստների շարունակվող ծովային շրջափակման ֆոնին։ Հնարավոր է մեջբերել է թերթը Թրամփի պատասխանը Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին հարցին հաջորդ 36-72 ժամվա ընթացքում։ Դեմոկրատ սենատոր Էդ Մարկին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տան վարչակազմի գործողությունները հանգեցրել են էներգետիկ ապոկալիպսիսի Հորմուզի նեղուցում։ Վարչակազմը այժմ մեծ խնդիր ունի, քանի որ Հորմուզի նեղուցում ստեղծվել է էներգետիկ ապոկալիպսիս, որը ազդում է ամեն ինչի վրա, ասել է նա նկատի ունենալով ամբողջ աշխարհում վառելիքի գների աճը։ Նախագահ Թրամփի կողմից հրադադարի երկարաձգումը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը վերացվի եւ Լիբանանում ռազմական գործողությունները լիովին դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է բանակցային պատվիրակության ղեկավար Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Լիակատար հրադադարը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն չի խախտվում ծովային շրջափակմամբ եւ համաշխարհային տնտեսության պատանդ վերցնելով եւ սիոնիստական պատերազմական ոգին բոլոր ճակատներում դադարեցվում է, ասել է խոսնակը։ Ըստ Ղալիբաֆի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը նավագնացության համար անհնար է հրադադարի կոպիտ խախտմամբ։ Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Դան Յորենգեսենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պահանջում է, որ ռուսական գազի ոչ մի մոլեկուլ չգնվի, չնայած Եվրամիությունում էներգետիկ ճգնաժամին։ Նա ռուսական գազի նման արգելքը վերացնելու կոչերը անվանել է հսկայական սխալ։ Եվրահանձնաժողովի որոշումը հստակ է, մենք ապագայում չպետք է օգտագործենք ռուսական գազի ոչ մի մոլեկուլ, նշել է Եվրահանձնակատարը։ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին իրանական պատվիրակության մասնակցությունը քննարկվում է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թունիսում Իրանի դեսպան Միր Մասուդ Հոսեյնյանը։ Այս հարցը ներկայումս քննարկվում է եւ վերջնական որոշումը կհրապարակվի տեղում զարգացումների եւ դիվանագիտական խորհրդակցությունների հիման վրա, ասել է դիվանագետը։ Նրա խոսքով բանակցություններին Իրանի մասնակցությունը կախված է Միացյալ Նահանգների գործողություններից։ Եվրամիությունը պատրաստ է մայիսի կեսերին սկսել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշների տրամադրումը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Եվրոպական միության դեսպանները հաստատեցրել են Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը։ Մենք պատրաստ ենք մայիսի կեսերին տրամադրել առաջին տրանշները, հենց որ վերջնական համաձայնության հասնենք, ինչը պետք է տեղի ունենա առաջիկա ժամերին կամ օրերին, հունգարական վետոյի վերացման շնորհիվ, ասել է Բարոն։ Դոնբասի ապառազմականացված հատված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին Դոնիլենդ վերանվանելու Ուկրաինայի նախաձեռնությունը չի օգնի Վաշինգտոնին Կիևի կողմը շրջել։ Նշվում է, որ Կիևի բանակցողների գաղափարը անհաջող էր, քանի որ անվանափոխությունը չէր լուծի ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկը։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ուկրաինացի պաշտոնյաները առաջարկել են Դոնբասի այն հատվածը, որը ներկայումս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, վերանվանել Դոնիլենդ, փորձելով շահել ամերիկացի առաջնորդի բարեհաճությունը։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգոս Գերապետրիտը պնդում է, որ առնվազն մեկ երկիր կարող է միանալ Եվրամիությանը Աթենքի ռոտացիոն նախագահության ընթացքում 2027 թվականի երկրորդ կեսին, հաղորդում է Պոլիտիկոն։ Նախկինում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պահանջել էր, որ Եվրամիությունը Ուկրաինային ընդունի դաշինքում 2027 թվականին։ Միաժամանակ եվրոպացի առաջնորդները բազմիցս նշել են ուկրաինական օրենսդրության անհամապատասխանությունը եվրոպական չափանիշների եւ հայտարարել, որ հիմնարար բարեփոխումները նախապայման են Ուկրաինայի անդամակցության համար, սակայն ինչպես նշում է Պոլիտիկոն, թե կոնկրետ որ երկրի մասին էր խոսում նախարարը, մնում է առեղծված։ Հայ հեղափոխական դաշնակցության Հայդատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։ Մշակութային ժառանգության ոչնչացումը հարձակում է ոչ միայն որևէ ժողովրդի ինքնության, այլև մարդկության համընդհանուր ժառանգության դեմ եւ պահանջում է արագ եւ սկզբունքային միջազգային արձագանք։
Այսօր ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է, պայքարը շարունակվում է կարգախոսի ներքո, խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. 2018-ի գարնանը, երբ ես եւ իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք կատարելով ձեր կամքը։ Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ եւ սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ եւ դժվար որոշումը իմ իսկ խոստումը դրժելն ու 2018 թվականի վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք դա նաեւ իմ ամենամեծ սխալն էր, որովհետեւ չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո, Նիկոլը ճիշտ էր, նա պատրաստ էր գնալ մինչև վերջ եւ չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի, կարծելով թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու։ Մի բան, որը տեղի ունեցավ։ Այո, Նիկոլը ճիշտ էր, ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։ Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես սխալ էի լինելով ճիշտ։ Հայաստանն իր արմատից կտրած ծնկի բերած պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլ ընտրանքը սարսափելի է, սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արտանալ է պետք, որ հետո ուշ չլինի, ասված է Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին իշխանությունը ժամանակ է տվել ընդ որում վերջնագրի լեզվով։ Կամ նախընտրական շրջանում բարերարն ավետում է Հեցի բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը վաճառելու իր գործարքը 28 օրում, այսինքն մինչև սույն թվականի մայիսի 20-ը։ Հակառակ դեպքում պետությունը կսկսի ընկերությունը գերակահանային շահ ճանաչելու իր գործընթացը։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ընդգծելով, որ իր պաշտոնավարումը հենց Հեցիզ ազգայնացման գործընթացի սկիզբը դրեց, բայց իր լիազորությունները կդադարեցվեն շուտով ընկերության կողմից նոր լիցենզիա ստանալու եւ գործընթացի ամբողջական ավարտից հետո։ Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի փոխանցման գործարքը մինչ այդ տապալվել էր նախորդիվ սահմանված երամսյա ժամկետը իրապես չդարձնելով կողմերի համար առաջարկների ու բանակցությունների փուլ։ Ընդգծենք, մինչ այս պահը Հեցի ժամանակավոր կառավարումը իրականացնում է ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը, ըստ նրա վարչական դատարանի որոշման համաձայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը որպես կառավարության լիազոր մարմնին հրահանգված է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ ազգայնացման գործընթացի մեկնարկից։ Սա կողմերին հնարավորություն է տալիս բանակցությունների միջոցով հասնել փոխհամաձայնության, ըստ ժամանակավոր կառավարչի։ Այս փուլում փորձ է արվում բանակցությունների միջոցով ապահովել, որպեսզի ընկերության 100% բաժնետոմսերը անցնեն պետությանը փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն եթե այդ ժամկետում արդյունք չլինի, գործընթացը կմտնի պարտադիր պետականացման փուլ։ Պետականացման հաջորդ փուլում նախատեսվում է անկախ լիցենզավորված կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքի գնահատում, որին կավելացվի օրենքով սահմանված 15% փոխհատուցումը, պարզաբանել է Պետրոսյանը։ Իմ կարգավիճակը ենթադրում է Հեցի պետականացման գործընթացի ամբողջական ավարտ պաշտոնավարում։ Այդ շրջափուլը դեռևս մի քանի ամիս կտևի, եթե մինչև մայիսի 25 բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք տեղի չունենա, կմտնենք նոր հանգրվան, որը ենթադրում է կառավարության որոշմամբ Հեցին ճանաչվել հանրային գերակաշահ։ Պաշտոնյայի նշմամբ գնահատման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կանցնեն պետության սեփականության, ինչից հետո լիազոր մարմինը կդիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության նոր լիցենզիա ստանալու նպատակով։ Նշենք, որ այսօր ապրիլի 22-ին հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը նիստ էր գումարել։ Որոշվել է ֆիզիկական եւ ֆիզիկական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնել հեծնոր բաժանորդների միացման հակագները, իսկ գոյություն ունեցող հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարը դարձնել մինչև 55%-ով պակաս։ ԱՄՆ-ն փորձում էր ճնշում գործադրել Իրանի տնտեսության վրա, սակայն բոլոր ջանքերը ապարդյուն եղան, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին։ Թշնամու նպատակներից մեկը հենց սկզբի ժողովրդի վրա տնտեսական ճնշում գործադրել ու նրա դիմադրողականությունը թուլացնելն էր, բայց նրանք ձախողվեցին։ Ավելին, յուրաքանչյուր հարձակման հետ մեր ժողովրդի կամքը, միասնությունը եւ ներկայությունը հրապարակներում միայն աճում էին, նշել է պաշտոնյան։
Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետագա ագրեսիայից, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանը չի սկսել այս պարտադրված պատերազմը եւ Իրանի բոլոր գործողությունները նպատակ ունեն իրականացնել իր անբաժանելի իրավունքը օրինական պաշտպանություն ունենալու ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կողմից ռազմական ագրեսիայից։ Հետևաբար, Իրանը ուշադիր հետևելով մարտադաշտում եւ քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ Իրանի շահերի եւ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերը զգոն մնալով հանդերձ պատրաստ են համապարփակ եւ վճռականորեն պաշտպանել Իրանի ամբողջականությունը ցանկացած սպառնալիքից եւ չարամիտ գործողություններից, նշել է խոսնակը։ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 3 ռազմանավ ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային առաքելությանը մասնակցելու համար, հաղորդում են Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդի անդամները։ Հաղորդվում է խորհրդի նիստը, որը քննարկել է մի շարք կարևոր քաղաքական եւ տնտեսական հարցեր, այդ թվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը վարել է կանցլեր Մերցը։ Քննարկվել է Պարսից ծոց 2 ականակիր եւ 1 մատակարարման նավ ուղարկելու հնարավորությունը։ Ավելին, առաքելությանը կարող է մասնակցել նաեւ փոքր հետախուզական ինքնաթիռ, որը ներկայումս տեղակայված է Աֆրիկյան Ջիբութի նահանգի օդանավակայանում։ Նշվում է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման առաքելությանը Գերմանիայի մասնակցության կարևոր պայմանը միջազգային մանդատն է, ցանկալի է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Չնայած դրան, նավերի տեղակայման նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել անմիջապես։ Նրանց Մերձավոր Արևելք ճանապարհորդությունը կտևի 4-ից 5 շաբաթ։ Ռուսաստանը դառնությամբ է հետևում Ուկրաինայի կողմից հոգևոր արմատներից հրաժարվելուն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Քաղաքական էլիտայի կողմից իր հոգևոր եւ քաղաքակրթական արմատներից հրաժարվելու հետևանքները կարելի է տեսնել եւ մենք դա դառնությամբ ենք անում ժամանակակից Ուկրաինայի օրինակով, ասել է Լավրովը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան վերջնագիր է ներկայացել Եվրոպային Եվրամիության անդամակցության վերաբերյալ։ Սա նրա պատասխանն է լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնց համաձայն Գերմանիան եւ Ֆրանսիան արագացված անդամակցության փոխարեն խորհրդանշական բոնուսներ են առաջարկում։ Մենք դրանցից ոչ մեկը չենք ընդունի։ Սա հստակ դիրքորոշում է, ընդգծել է արտգործնախարարը։ Իրանը պատրաստ է լուծել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով, ըստ Մանկում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանի։ Եթե նրանք ցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ կլինենք, բայց եթե նրանք ընտրեն պատերազմ, Իրանը պատրաստ է նաև դրան, հայտնել է ներկայացուցիչը։ Հունգարիան պարտավոր կլինի գրավոր որոշում ներկայացնել Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի մասին իր դիրքորոշման վերաբերյալ, հաղորդում է Politico-ն, հղում անելով եվրոպական դիվանագետներին։ Նշվում է, պատվիրակությունները պարտավոր կլինեն գրավոր ներկայացնել ցանկացած առարկություն սահմանված ժամկետում։ Առարկությունների բացակայությունը նշանակում է Ուկրաինային տրամադրվող վարկի հաստատում։ Հրապարակման աղբյուրի համաձայն այս գործընթացը նախատեսված է Բուդապեշտից պահանջելու հստակորեն խախտել լռությունը, եթե Հունգարիայի իշխանությունները մտադիր են շարունակել դեմ լինել վարկին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարը կպահպանվի, եթե պահպանվի Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը։ Սա Իսլամական Հանրապետության կողմից սահմանված պայմաններից մեկն է, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Մեր կողմից սահմանված պայմաններից մեկն այն է, որ հրադադարը պետք է տարածվի ամբողջ տարածաշրջանի վրա, այդ թվում Լիբանանի, նշել է Իրավանին։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը պահանջել է Վաշինգտոնի մասնակցությունը Հորմուզի նեղուցի կառավարմանը, հայտնել է Թունիսում Իրանի դեսպան Միր Մասուդ Հոսեյնյանը։ Դիվանագետի խոսքով բանակցությունները որոշակի պահին դրական են եղել եւ կողմերի դիրքորոշումները մոտ են եղել, սակայն ԱՄՆ պատվիրակությունը պահանջել է, որ Թեհրանը հանձնի իր ողջ հարստացված ուրանը։ Ավելին, ԱՄՆ-ն պնդել է Հորմուզի նեղուցի կառավարմանը Իրան միջական մասնակցության վրա, փոխարինելով Օմանին։ Դեսպանը Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է քննարկել այս հարցը, քանի որ նեղուցը գտնվում է Իրանի եւ Օմանի տարածքային ջրերում եւ Միացյալ Նահանգները այնտեղ որևէ ներգրավվածություն չունի։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը եւ նրա փեսա Ջարեդ Քուշները նախատեսում են կրկին այցելել Ռուսաստան, Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն, ամերիկյան կողմը դեռ սպասում է բանակցություններում որոշակի առաջընթացի, որը կարող է արդարացնել նման այցը։ Նշվում է, որ մինչև այդ ԱՄՆ ներկայացուցիչները գնահատում են իրավիճակը եւ քննարկում հետագա քայլերը։ Միաժամանակ հաղորդվում է, Վաշինգտոնը դիտարկում է նաև Կիևայցի հնարավորությունը բանակցային գործընթացը ակտիվացնելու նպատակով։ Սպասվում է, որ առաջիկա շփումները կարող են ազդել ուկրաինական հակամարտության շուրջ դիվանագիտական զարգացումների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է մի քանի օրով երկարաձգել Իրանի հետ հրադադարը իրանական կողմի ժամանակ տալով միասնական բանակցային դիրքորոշում մշակելու համար, հաղորդում է Axios-ը, հղում անելով 3 անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Թրամփը պատրաստ է Թեհրանին ևս 3-ից 5 օր հրադադար տրամադրել, սակայն այդ ժամկետը անորոշ չի լինի, նշել է աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով ամերիկյան կողմը ակնկալում է Իրանին կարճ ժամանակ տրամադրել, որպեսզի նրա ղեկավարությունը կարողանա համաձայնության գալ հստակ հակառաջարկի շուրջ։ Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին Վաշինգտոնի կողմից հայտարարված որոշումը խորամանկություն է եւ թույլ կտա նրան նախապատրաստել նոր անակնկալ հարձակում Իրանի վրա։ Նման կարծիք է հայտնել Իրանի մեջլիսի խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադին։ Զինադադարի երկարաձգումը ոչինչ չի նշանակում, ասել է պաշտոնյան։ Նա կարծում է, ԱՄՆ-ն որպես պարտվող կողմ չի կարող պայմաններ թելադրել։ Ավելին վերջինս ընդգծել է, որ իրանական նավահանգիստների շրջափակման շարունակումը ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից եւ պետք է բախվի ռազմական պատասխանի։ Զինադադարի երկարաձգումը անկասկած խորամանկություն է Միացյալ Նահանգների ժամանակ շահելու Իրանի վրա անակնկալ հարձակման համար, պնդել է նա։ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը պահպանում է զգալի ռազմական ռեսուրսներ, չնայած վարչակազմի պնդումներին, որ Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ հարձակողական կարողությունները ոչնչացվել են, հաղորդում է NBC-ն, հղում անելով ամերիկացի օրենսդիրների հայտարարություններին։ ԱՄՆ ռազմական հետախուզությունը կարծում է, որ Իրանը դեռևս պահպանում է զգալի ռազմական ռեսուրսներ, հայտնել է աղբյուրը։ Նշվում է, որ ռազմական հետախուզության տվյալները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթի հայտարարություններին, որոնք պնդում էին, որ իրենց վրա է դրված Իրանի օդային տարածքի լիակատար վերահսկողությունը եւ իրանական պաշտոնական արդյունաբերության ոչնչացումը։ Պենտագոնի հետախուզական գործակալության տնօրեն գեներալ լեյտենանտ Ջեյմս Ադամսի կողմից ԱՄՆ կոնգրեսի նախկինում ներկայացված ցուցմունքի համաձայն Իրանն իր պահեստում պահում է հազարավոր հրթիռներ եւ անօդաչուներ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ուժերի եւ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների համար։ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Իրանին մի քանի օր տալ բանակցությունների սեղանին վերադառնալու համար, հակառակ դեպքում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Մեկ աղբյուրի համաձայն Թրամփը պատրաստ է երկարաձգել հրադադարը ևս 3-ից 5 օրով, իրանցիներին հնարավորություն տալու կարգավորել իրենց գործերը։ Հրադադարի երկարաձգումը անորոշ ժամանակով չի լինի, հավելել է նա։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով որոշվել է դիվանագիտական ջանքերին մի փոքր ավելի ժամանակ տալ։ Իրանից ուղևորվող բեռնատար նավը կրակի տակ է ընկել Օմանի ծոցում, ասվում է Թագավորական նավատորմի ծովային առևտրային գործողությունների կենտրոնի հայտարարության մեջ։ Կենտրոնը հաղորդագրություն է ստացել Իրանից 8 ծովային մղոն արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին։ Մեկնող նավի կապիտանը հայտնել է, որ նրանց վրա կրակ են բացել։ Նավը ներկայումս կանգնած է ջրում։ Անձնակազմը անվտանգ է, նավին վնաս չի հասցվել, ասվում է հայտարարության մեջ։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ օդ են բարձրացրել կործանիչներ արձագանքելով Բալթիկ ծովի երկնքում ռուսական ռազմավարական ինքնաթիռների հայտնվելուն։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հաղորդվում է, որ ռուսական Tu-22M3 ռմբակոծիչների թռիչքից հետո 6 երկրի օդուժ արձագանքել է բարձրացնելով իրենց կործանիչները։ Գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի եւ Ռումինիայի ռազմական օդանավերը։ Մասնավորապես ֆրանսիական Ռաֆել կործանիչները Լիտվայում գտնվող ավիաբազայից միացել են դաշնակից երկրների օդուժին։ Դեպքը եւս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում պահպանվող լարվածությունը եւ ՆԱՏՕ-ի երկրների արագ արձագանքման պատրաստակամությունը։ Իրանը կպայքարի մինչև վերջ, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ լեյտենանտ Ամիր Հաթամին։ Հիմա, երբ մեր երկիրն ու սիրելի ժողովուրդը հարձակման են ենթարկում թշնամիների կողմից, նրանք ուսուսի կպայքարեն մինչև արյան վերջին կաթիլը եւ կհասնեն վերջնական վճռական հաղթանակի, հայտնել է զինվորականը։ Իրանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծելու դիվանագիտական միջոցներից եւ կդիմի դրանց, եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Դիվանագիտությունը ազգային շահերի եւ անվտանգության պահպանման գործիք է եւ մենք գործողություններ կձեռնարկենք, երբ եզրակացնենք, որ ստեղծվել են անհրաժեշտ եւ տրամաբանական պայմաններ այս գործիքը օգտագործելու համար, ազգային շահերը առաջ մղելու եւ Իրանի ժողովրդի նվաճումները ամրապնդելու համար, թշնամուն իր չարամիտ նպատակները իրականացնելուց կանխելու նպատակով, հայտնել է նա։
Ուժեղ Հայաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր շուրջ 200 հոգանոց նախընտրական ցուցակը։ Կուսակցության անդամները Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Ղազինյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով են տարել Ուժեղ Հայաստանի փաստաթղթերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 22-ին նիստում քննարկել է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղված պարզաբանում ակնկալող դիմումը։ Այսպիսով կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Ուժեղ Հայաստանի դիմումը եւ դաշինքի օգտահաշվի անվանումն է Ուժեղ Հայաստան։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովները կարտացոլ են կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային եւ փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ եւ թվայնացման ցանցերին, դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղության եւ կայուն զարգացմանը։ Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման եւ փոխկապակցվածության օրակարգերին, կարեւորելով ռազմավարական առաջնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան եւ ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Ստամբուլում այս տարի եւս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը, այս մասին հայտնել է ԱԿՕՍ-ը։ Նշվում է, որ ապրիլի 24-ի հիշատակի հարթակը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան, ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Քադքյոյում Սյուրեյա օպերայի շենքի դիմաց հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։ Կազմակերպիչները հայտարարել են, որ հիշատակի միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է եւ կոչ են արել վերանայել ընդունված որոշումը։ Նրանք նաև ընդգծել են, որ նման հավաքները միտված են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհվածների հիշատակին, ինչպես նաև նպաստել հասարակական հիշողության եւ առերեսման գործընթացին։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրել է Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար եւ անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու եւ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամի ոչնչացնում է քարը, որովհետեւ սարսափում է այդ քարի մեջ դրոշմած հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական անքակտելի իրավունքից, բայց ամենազզվելին ու ամոթալին Հայաստանի օրվա իշխանությունների քար լռությունն է, երբ թշնամին պղծում եւ պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեցօգություն կամ խաղաղության դիվանագիտություն չէ։ Արցախի եկեղեցիները պարզապես քարե շենքեր չեն, դրանք մեր ինքնության ողնաշարն են։ Ով այսօր կուլ է տալիս իր սրբավայրերի կործանումը, վաղը կորցնելու է իր տունն ու պետականությունը։ Այսօր ոչրագործության առաջ լռողները պատասխան են տալու պատմության առաջ, ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի հիմա եւ երբեք էլ չի ունենա։ Մենք նրանց կարիքը չունենք եւ մենք երբեք էլ նրանց կարիքը չենք ունենա, ասել է Թրամփը։ Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակվի։ Նրանք ցանկանում են, որ այն բացվի, որպեսզի կարողանան օրական $500 միլիոն վաստակել։ Նրանք ասում են, որ ցանկանում են այն փակել միայն այն պատճառով, որ ես այն ամբողջությամբ փակել եմ։ Ուստի նրանք պարզապես ուզում են փրկել իրենց դեմքը, ասել է նախագահը։ Բայց եթե մենք դա անենք, Իրանի հետ գործարքը կարող է երբեք էլ տեղի չունենալ, հավելել է ամերիկացի առաջնորդը։ Եվրամիությունը պետք է կանխի Ուկրաինայում հակամարտության ընթացքում Ռուսաստանի եւ Բելարուսի միջև դաշինքի ստեղծումը։ Այս մասին հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը։ Ուկրաինայի հարցում մենք պետք է նաեւ ուշադրություն դարձնենք Բելարուսից եկող ազդակներին եւ սպառնալիքներին։ Մենք պետք է կանխենք նրա կողմից Մոսկվայի հետ օբյեկտիվ դաշինքի ստեղծումը, ասել է նախարարը։ Իր ելույթում քաղաքական գործիչը չի մանրամասնել, արդյոք տեղյակ է Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետության գոյության մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ապրիլի 21-ի գիշերը երկիրը հարձակման է ենթարկվել ռուսական 2 Իսկանդեր բալիստիկ հրթիռներով եւ 143 անօդաչու թռչող սարքերով։ Հայտարարության համաձայն ապրիլի 21-ի առավոտյան երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում խոցվել է 116 անօդաչու թռչող սարք։ Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ Սլավյանսկ քաղաքի վրա ռուսական զորքերի կողմից 1.5 տոննա ավիառումբ նետելու հետևանքով ապրիլի 21-ի առավոտյան 3 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով հարվածի հետևանքով ավերվել է դպրոց, վնասվել են 15 բարձրահարկ շենք եւ այլ շինություններ։
Խերսոնի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ Խերսոնի կենտրոնական շրջանի վրա ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով զոհվել է 1 տղամարդ, վիրավորվել 1 կին։ Սումի ղեկավարի խոսքով ռուսաստանցի զինվորականների հիմնական թիրախներից մեկը Սումի քաղաքն է եղել, որտեղ առնվազն 15 մարդ, այդ թվում 3 դեռահաս աղջիկ վիրավորվել են բնակելի թաղամասի վրա ԱԹՍ-ների հարվածների հետևանքով։ Թրամփը հրապարակավ մեղադրել է Իրանին Միացյալ Նահանգների եթերադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ առանց ապացույցներ ներկայացնելու։ Իրանը բազմիցս խախտել է հրադադարը, նշել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը իր պնդումները հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է ներկայանա Իսլամաբադ բանակցությունների համար։ Նրա խոսքով ԱՄՆ-ն գտնվում է շատ ուժեղ բանակցային դիրքերում եւ ակնկալում է մեծագույն գործարք կնքել։ Նա նաեւ ընդգծել է, որ ծովային շրջափակումը հսկայական հաջողություն է դարձել եւ Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ։ Նա կրկին ակնարկել է, որ մտադիր չէ երկարաձգել հրադադարի ռեժիմը, նշելով, որ դրա ավարտին քիչ ժամանակ է մնացել։ Վերջինս հավելել է, որ Իրանը հավանաբար համալրում է հրթիռների պաշարները եւ վերախմբավորում ուժերը, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է հարվածներ հասնել երկրի ենթակառուցվածքներին, այդ թվում կամուրջներին եւ էլեկտրակայաններին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով եւ կարեւորել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության միջավայրի արկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մերժել է Բաքվի Բերդում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջարկը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող եւ չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով։ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում ըստ այդմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա, անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցերի իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Եղանակը առաջիկա օրերին ապրիլի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 24-ից 27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ապրիլի 24-ից 3-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը եւ առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 3-ից 6 մետր վարկյան։ Առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում ապրիլի 23-ին 18-ից 22 մետր վարկյան, ապրիլի 24-ին 20-ից 24 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ 16-ից 19 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 24-ի գիշերային ժամերին 2-ից 4 աստիճանով։